Տագնապի ժամանակ երեխայի սիրտն արագ է բաբախում, հույզերը խառնվում են, նյարդային համակարգը լարվում։ Նրան օգնելիս պարզապես հանգստացիր ասելը սովորաբար չի օգնում, բայց եթե տարբեր մեթոդներով փոխենք շնչառության ռիթմը, կարելի է հասնել նպատակին եւ հանգստացնել փոքրիկին։ Դանիացի մասնագետները Երևանում անցկացնում են Reset ծրագիրը, որի շրջանակում սթրեսի կառավարման իրենց փորձը փոխանցում են հայ մանկաբույժներին, հոգեբաններին, լոգոպեդներին, կրթական եւ սոցիալական ծառայությունների մասնագետներին։ I'm a medical doctor. Ես բժիշկ եմ, եթե մայրը ինձ մոտ բերի ծանր տրավմա ապրած երեխայի, ինչ կարող եմ անել։ Դեղորայք նշանակել, թե ուղարկել հոգեբանի մոտ, որ պարզապես խոսեն խնդիրների մասին։ Դա բավարար չէ։ Անհրաժեշտ են մեթոդներ եւ տեխնիկաներ, որոնք օգնում են կարգավորել նյարդային համակարգը, նվազեցնում են անհանգստությունը։ Պետք է կիրառել գործիքներ, որոնք ծնողները կարող են սովորել եւ օգտագործել երեխայի սթրեսը նվազեցնելու համար։ Դասընթացը վարում է դանիացի հայտնի հոգեբան Կրիստեն Կալեսենը։ Մասնագետը ներկայացնում է երեխայի զարգացման եւ տրավմայի հաղթահարման ժամանակակից գիտական մոտեցումները, հպման տեխնիկաներ, երկ, վերջույթների մարմնամարզություն, այս եւ այլ մեթոդներ է առաջարկում արտասահմանցի հոգեբանը առանց դեղորայքի սթրեսը կառավարելու համար։ Կարևոր է ուշադրություն դարձնել ոչ միայն մտքերին, այլև մարմնին։ Մարմնի հանգստացումը օգնում է կարգավորել նյարդային համակարգը, նվազեցնել անհանգստությունը։ Հոգեբանական տրավմա ապրած երեխաներն ու դեռահասները հաճախ գտնվում են գերզգոմ վիճակում, եւ նրանց նյարդային համակարգը մշտապես սպասում է հնարավոր վտանգի։ Ուստի առօրյայում անհրաժեշտ են գործնական տեխնիկաներ, որոնք կազդեն մարմնի վրա եւ կօգնեն կարգավորել նյարդային համակարգն ու անվտանգության զգացումը։ Կարծում եմ Reset-ը յուրահատուկ գործիքակազմ է, քանի որ ինքը յուրահատուկ կերպով համադրում է հոգեբանական գիտելիքները բժշկական գիտելիքների հետ եւ շատ պրագմատիկ հմտություններ, կարողություններ է սովորեցնում մասնագետներին տեղերում տարբեր վարժությունների, միջամտությունների միջոցով հաղթահարելու սթրեսը եւ հոգեբանական ինքնակարգավորման հնարավորությունները։ Մասնագետների խոսքով պարզ քայլերի իմացությունը ոչ միայն բժիշկների համար է, այլև ծնողների, մանկավարժների, լոգոպեդների եւ երեխաների հետ աշխատող այլ անձանց։ Յուրաքանչյուր երեխայի հիվանդություն, թեկուզ լինի շատ պարզ հիվանդություն, թեթև հիվանդություն, որը կարող է 1-2 օրում անցնել, դա ծնողի, ընտանիքի համար եւ երեխայի համար իհարկե դա ստրես է։ Առավել եւս, երբ որ մենք գործ ունենք հաշմանդամ երեխաների, երբ որ մենք գործ ունենք երեխաների, որոնք վերականգնման երկարատև խնդիրներ ունեն, բնականաբար այս ստրեսը դառնում է քրոնիկ։ Դրա համար, երբ որ մենք լսեցինք այս հնարավորության մասին, մենք ուրախացանք։ Ծանր փորձառությունները, աղետը, պատերազմը, հիվանդությունը երկարաժամկետ ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա։ Ուստի տրավմայի խնամքի մոտեցումների լայն կիրառումը կարևոր է ոչ միայն մարդկանց, այլև երկրի համար։ Բարձ թվացող այս քայլերը կարող են ապագայում բարելավել բնակչության առողջությունը, նվազեցնելով առողջապահական ծախսերն ու հիվանդությունների վատ ելքերը։ Արամ Արանդյան, Արտակ Գևորգյան լուրեր։